Գործադիրն առաջարկում է փոփոխություններ կատարել գնումների մասին օրենքում, նպատակն է նվազեցնել շահերի բախումը գնումների համակարգում։ Ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը պարզաբանեց, երբ բացահայտվում է շահերի բախում, օրինակ կապ գնահատող հանձնաժողովի կամ մասնագիտական խմբի անդամի եւ մասնակից կազմակերպության միջև, ապա այդ անդամը ընդամենը ինքնաբացարկ է հայտարարում, դուրս է գալիս, գործընթացը շարունակվում է իր հունով։ Նախ առաջի մակարդակ է առաջարկվում մտցնել, որի համաձայն այդ մակարդակում ներառված պաշտոնների հետ փոխկապակցվածը դա երկրորդ ազգակցական կապն է կամ տվյալ պաշտոնյայի կողմից ուղղակի կառավարվող կամ անուղղակի կառավարվող ընկերությունը չեն կարող մասնակցել գնումների ընթացակարգերին։ Այդ պաշտոններն են Հայաստանի Հանրապետության նախագահը, ազգային ժողովի նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետության փոխվարչապետերը, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարը եւ այն տեղակալը ֆինանսների նախարարի, որը համակարգում է գնումների քաղաքականության մշակման աշխատանքները։ Երկրորդ մակարդակում ներառվող պաշտոնատար անձանց հետ շահերի բախում ունեցող կազմակերպությունները չեն կարողանալու մասնակցել տվյալ պատվիրատուի եւ վերջինիս կառավարմանը հանձնված առևտրային եւ ոչ առևտրային կազմակերպությունների կողմից կազմակերպվող գնման գործընթացներին։ Նշվում է, որ այդ մակարդակում պարտադիր ներառվում են վարչական ու քաղաքական պաշտոն զբաղեցնող անձինք, բացառությամբ ազգային ժողովի падգամավորները եւ համայնքի ավականու անդամները, գլխավոր դատախազն ու նրա տեղակալները, քննչական կոմիտեի, քննչական մարմինների ղեկավարներն ու նրանց տեղակալները, մարմինների գլխավոր քարտուղարները։ Ըստ ներկայացվող նախագծի, եթե շահերի բախումը բացահայտվում է, պատասխանատվությունն ընկնում է ընկերության վրա։ Այս ընկերությունը երբ որ դիմում է որևէ մրցակցային ընթացակարգի կամ որևէ պայմանագիր է ուզում ստորագրի, ինքը պետք է հայտարարի, որ համապատասխան փոխկապակցվածությունները առկա չեն։ Եթե բացահայտվում է, որ առկա են, ապա պայմանագիրը կանգնում է, իրականացվում է հաշվարկային պարտավորությունների, որը կազմակերպությունը իրականացրել է պատշաճ եւ այդ պահին ոնց որ ինքը վճարվում է դրա համար, բայց նաեւ դույժ է սահմանվում 20%-ով պայմանագրի արժեքից, կամ եթե ամբողջությամբ պայմանագիրը կատարվի, կամ այն ծավալից, որը արդեն իսկ պետք է վճարվեր ընկերությանը։ Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի գնահատմամբ խնդիրը պետական համակարգի եւ բիզնեսի սերտաճումն է։ Հաջորդ թիվ տնտեսական հարցերի հանձնաժողովում քննարկվեց կառավարության ծրագրի 2025 թվականի կատարողականը։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդայցյանի խոսքով Հայաստանի պետական բյուջեի միջոցներով 2025 թվականին Հայաստանում կառուցվել, վերակառուցվել, նորոգվել եւ հիմնանորոգվել է 504.5 կիլոմետր ընդհանուր ճանապարհ։ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում պետական բյուջեի միջոցներով կառուցվել, վերակառուցվել, նորոգվել եւ հիմնանորոգվել է 504.5 կիլոմետր ընդհանուր ճանապարհ, որոնցից 135 կիլոմետրը միջպետական, շուրջ 200 կիլոմետրը հանրապետական եւ շուրջ 170 կիլոմետրը մարզային նշանակության ճանապարհներ են։ Նա հավելեց, ամբողջովին պատրաստ է հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի աշտարակից դեպի Գյումրի տանող հատվածը։ Նախարարի խոսքով սա կենսական նշանակություն ունի Հայաստանի համար։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ անդրադարձավ Հայաստանի տնտեսության այն ռիսկերին ու վնասներին, որոնք առաջացել են Իրանում պատերազմի հետևանքով։ Այսօրին գնահատում ենք այդ ռիսկերը եւ եթե կարտոժամկետ հույս ունենք, որ կարտոժամկետ կլինի եւ հույս ունենք, որ մեր ռազմավարական գործընկերը եւ բարեկամ երկիրը, ովքեր հիմա հակամարտության մեջ են, կավարտեն իրենց հակամարտությունը եւ այդ պարագայում մեր կարծիքով վնասները կլինեն հնարավորինս քիչ, վնասները ակնհայտորեն կան, հիմա էլ կան եւ մասնավորապես որոշ ապրանքների գների բարձրացման տեսքով մենք տեսնում ենք գնաճային որոշակի ռիսկեր ենք մենք այստեղ առաջին հերթին տեսնում, երկրորդը նաեւ որոշ արտադրությունների կազմակերպման համար Հայաստան նաեւ հումք է ստանում, որի դեպքում տեսնում ենք, որ նորից գնաճային այդպիսի ռիսկեր հնարավոր է առաջանալ։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն էլ անդրադարձավ հարկային ու մաքսային համակարգերում իրականացված բարեփոխումներին, նշելով, որ 2025 թվականին անկանխի գործարքներն աճել են 51.4%-ով։ Նախարարը նաև խոսեց թվերի դեմ պայքարի հարցում էական արդյունքների մասին։ Մասնավորապես կուզենայի նշել, որ պարբերաբար շահարկվող են կոշտ գործիքակազմը, որը օպերատիվ հետախուզական միջոցառումներն են, դրանց ուղղությամբ քանակի 22%-անոց նվազում ունենք, 2831 օպերատիվ հետախուզական միջոցառում է իրականացվել, որը 22%-ով ցածր է, բայց դրա դիմաց ունենք թե բացահայտված պոտենցիալ հարկերի թաքցված եւ թե վերականգնումների աճ,
թաքցված հարկի 29.1%, 124 միլիարդ դրամ, վերականգնումների 4%, 37 միլիարդ դրամ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։